Տիկին Վարդանյան, այսօր ձեր խմբակցությունից Արծվիկ Մինասյանը խորհրդարանում հայտարարեց, որ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Հայաստան խմբակցությունը ազգային ժողով մուտք է անելու հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը, արդարացումը քրեականացնող նախագիծ եւ ըստ падգամավորի սա մի նախագիծ է, որի կողմում ազգային հիշողությունը, արժանապատվությունը եւ ինքնությունն է, իսկ մյուս կողմում հայ ժողովրդի եւ ազգի թշնամիներն են։ Ինչու է Հայաստան խմբակցությունը նման նախաձեռնությամբ հանդես գալիս, սա ի պատասխան Թուրքիայի պարտադրվող ժխտողականության է, թե այլ գործոն կա։ Սա ի պատասխան Հայաստանում վարվող պետական քաղաքականության է, ի պատասխան պետական պաշտոնյաների հայտարարությունների է, որոնք կասկածի տակ են դնում ցեղասպանությունը, նսեմացնում են այն, հարցնում են, ասում են, որ պետք է ճշտեն զոհերի քանակ, հարցնում են իսկ ինչպես ցեղասպանություն տերմինը մեր պատմության մեջ հայտնվեց, ինչպես սկսեցինք օգտագործել։ Ես միայն շեշտեմ, որ ՔՊ ներկայացուցիչները հիմա սկսել են մանիպուլացնել, ասելով, որ նման օրինագիծ, նման կարգավորում արդեն օրենքում կա, խոսքը քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն է, եթե չեմ սխալվում, սուտ է սա, որովհետև հիմա եղած օրինագիծը նախատեսում է, որ եթե ցեղասպանության ժխտումը իրականացվել է որևէ հիմնավորմամբ, այսինքն ատելության, քարոզի, ռասայական խտրականության, այդ դեպքում է պատժելի։ Եվ օրինակ սա չի տարածվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վրա կամ այլ պետական պաշտոնյաների հայտարարություններ, որոնք ուղղակի առանց որևէ ատելության քարոզի արվել են եւ նսեմացրել են ցեղասպանությունը։ Մենք փաստորեն հայտնվեցինք այն իրավիճակում, որ այսպիսի օրենսդրության ընդունման անհրաժեշտություն կա, որովհետև Հայաստանի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանցից սկսեցինք լսել հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ։ Փաշինյանի հայտարարության մասին է Մասնավորապես Փաշինյանի հայտարարությունը եւ Փաշինյանի ֆրակցիայի այլ ներկայացուցիչների նույն բովանդակ հայտարարությունները։ Գործող օրենսդրությամբ օրինակ Փաշինյանի հայտարարությունը, որ մենք պետք է մի հատ հասկանանք ինչպես է տերմինը առաջացել, ինչպես ենք սկսել օգտագործել, որևէ պատժի չի ենթարկվում, մեր առաջարկած փոփոխության դեպքում դա ենթարկվում է ունենում է կոնկրետ հետևանք։ Սա է կարգավորումը, որը մենք առաջարկում ենք։ Իհարկե այնտեղ ավելի մանրամասներ կան, բայց դա արդեն օրենքի քննարկման ընթացքում կխոսենք դրա մասին։ Ազատազրկում քանի տարով, այսինքն մարդը եթե փորձում է հայոց ցեղասպանությունը ժխտել, ուրանալ, որքան ազատազրկման մասն է խոսքը։ 4-ից 6 տարի կա, պաշտոնյաների համար այլ միջոցների օգտագործման, պետական պաշտոն օգտագործման դեպքում 10-ից 15 տարի ժամկետ կա, այդտեղ օրենքի կարգավորումները տարբեր են, հաշվի առնելով ինչ միջոցով է իրականացվել, ով է իրականացրել, այստեղ նշեմ, որ շեշտը պետական պաշտոն զբաղեցնողներն են, այսինքն մենք խնդիր ունենք Հայաստանում, Հայաստանի քաղաքացիների հարկերի հաշվին պաշտոն զբաղեցնող անձինք, երբ սկսում են ուրանալ հայոց ցեղասպանությունը, ժխտել այն կամ անել այնպիսի արտահայտություններ, ինչպես անում են Թուրքիայի պետության ներկայացուցիչները, այդտեղ է մեր խնդիրը։ Տեսեք, դուք ինքներդ էլ հայտարարեցիք, որ քաղաքացիական պայմանագրից արդեն իսկ ասել են, որ նման օրենք կա եւ նմանատիպ երկրորդ օրենք մեզ պետք չէ։ Դատելով նաեւ քաղաքացիական պայմանագրի падգամավորների ճեպազրույցները, ելույթները, տպավորություն ստացա, որ իշխող ուժը հակված չի լինելու այդ նախագծին կողմ քվեարկել։ Ինչ է ստացվելու, որ նրանք ազգի թշնամիներ են։ Եթե որևէ մեկը խնդիր չունի ուրացման հետ, չի վարում ուրացման քաղաքականություն, հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող նախագծին եւ օրենքին ինչու պետք է դեմ լինի։ Օրինակ ես եթե իշխանություն լինեի որևէ խնդիր չունենայի ուրացման դեմ, մեծ հաճույքով կընդունեի այդ նախագիծը, որովհետեւ դա ինձ երբեք չէր վերաբերի, իմ թիմին չէր վերաբերի եւ դա նաեւ այո կանխարգելիչ գործոն կհանդիսանար հետագա բոլոր իշխանությունների համար։ Հիմա ուզում հասկանալ, այս նախագծի դեմ փրփուրը բերաններին այսպես դեռ հայտարարությունն է միայն եղել, որ մուտքագրում ենք, այսպես սկսել պայքարելու իմաստը ո՞րն է, եթե դու չես վարում ուրացման քաղաքականություն։ Մեր նպատակներից մեկը նաև իրականում հանրության համար հստակ դարձնելն էր, որ հենց այդ քաղաքականությունն է վարում։ Իսկ որ ԿՊ-ն դեմ կլինի, դա կարծում եմ շատ կանխատեսելի է, որովհետև չես կարող մի կողմից անել նույն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մյուս կողմից կողմ քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին։ Մի պատճառ պիտի բերեին հիմա, այս մի պատճառն են գտել, բայց կարծում եմ հանրության համար ես հիմա հանրային արձագանքն եմ տեսնում այս նախագծի, որ բոլորը ասում են, որ վաղուց ժամանակն էր, որ դա պարտադիր պետք է լինի Հայաստանում եւ շատ կարեւոր է այդպիսի օրենք ունենալը։ Ես կարծում եմ, որ կարևոր է այս ջրբաժանի
գիծը գծել է, որտեղ այո, մի կողմ պիտի լինի Թուրքիան եւ Ադրբեջանը, ԿՊ-ն իր ընտրությամբ պիտի հայտնվի այդտեղ եւ մյուս կողմում ամբողջ հայ հանրությունը, բոլոր Հայաստանի քաղաքական ուժերը խոշոր հաշվով, մտավորականությունը, բոլորը իրականում ես չեմ հանդիպել մարդ, ով խնդիր ունի այս օրինագծի հետ, եթե ԿՊ-ական չի։ Երբ է նախատեսվում, որ համապատասխան հանձնաժողովում այն կքննարկվի։ Շուրջ մեկ ամսվա ընթացքում ընթացակարգեր կան, դրանք տարբեր հանգամանքներից են կախված, բայց շուրջ մեկ ամսվա ընթացքում։ Եվ Տիկին Վարդանյան, այսօր երբ այդ մասին Արծվիկ Մինասյանը խոսեց խորհրդարանում, դրանից հետո վեճ սկսվեց ազգային ժողովում, այս կողմից, էկրանից այս կողմ դիտողներիս համար պարզ չէր, թե ի վերջո պատճառը հենց այդ նախագծի ներկայացնում էր, ավելի ճիշտ անոնսը, որ այդպիսի նախագիծ ենք մուտք անելու ազգային ժողովում, թե այնտեղ այլ խնդիրեր առաջացել եւ էկրաններից այս կողմ ի վերջո հստակ չէր, թե ինչու վիճեցին ձեր խմբակցության պատգամավորները եւ իշխող ուժի պատգամավորները։ Խնդրեմ դուք ներկայացնեք, եթե ներկայ եք, ինչ է իրականում տեղի ունեցել։ Նախ ոչ թե վեճ, այլ հերթական սադրանք, հերթական լիազորությունների վերազանցում մարդկանց կողմից, ովքեր բացի պաշտոնից կյանքում ուրիշ ոչինչ չունեն, այդ եք տեսել այսօր ազգային ժողովում եւ դա տեղի ունեցել այո այն բանից հետո, երբ ԱԺ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է այս օրինագծի մասին։ Հիմա չգիտեմ, անակնկալի են եկել, չեն հասկացել ի վերջո ոնց պիտի դիրքավորվեն ու այս այսինքն ոնց պիտի հիմա սկսեն բացատրել, որ իրենք կուրացման քաղաքականություն չեն վարում, այդտեղ ռեպլիկներ թողելուց ծագեց այդ իրավիճակը եւ դրա նախաձեռնողը իշխող թիմներ, ով կարծում չի կարողացել ուղղակի իրան ոչ թե կարծում, այլ չէր կարողանում իրեն տիրապետել։ Սա է տեղի ունեցել, ես կարծում եմ, որ արձագանքը ավելի քան խոսուներ, ավելի քան վկայում էր նրա մասին, ինչ իրենք իսկապես անում են։ Կարծում եմ ավելի խոսուն արձագանք դժվար էր պատկերացնել այս օրենսդրական նախաձեռնության համար։ Իշխող ուժից ռեպլիկներ ում կողմից կոնկրետ։ Պատգամավորների Վահե Ղալումյանի, Ալեն Սիմոնյանի այնտեղ նաև ինչ որ պահի ունիսոն էր, առանձնացնելը դժվար էր։ Որովհետև այն թիմից էլ մեղադրում են ձեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանին, մեջբերում եմ, ասում են, թե խուլիգանական պահվածք է դրսևորել։ Դե ինչ պիտի անեին, այսինքն ուզում եմ հասկանամ, եթե այս իշխող ուժը մեղադրում է որևէ մեկին, կարելի է արդեն հաստատ պնդել, որ այդ մարդը մեղավոր չի։ Ճշմարտությունը լրիվ 180° հակառակ է։ Ուզում եմ հասկանալ, իշխող ուժը ուրիշ ինչ պիտի անի, մի դրվագ եղել է, որ իր մեղավորությունը ընդունել է։ Արցախի հանձնումից մինչև Արցախահայերի իրավունքների չպաշտպանություն, սահմանների չպաշտպանություն, սոցիալական հարցերի չլուծում, տնտեսության փլուզում, կոռուպցիա, ընդդիմության նկատմամբ վարքագիծ, որևէ բանում իրենք մեղավոր չեն։ Որևէ տեղ մի դրվագ ինձ ցույց կտա, որ իշխող ուժը ասում է, այստեղ ես մեղավոր եմ։ Ամեն անգամ մեկի վրա պետքա բարթեն եւ կարծում եմ իրենց կողմից թիրախավորվող գործիչների մասին էլ է թիրախավորումը շատ բան խոսում։ Ես ելի եմ կրկնում, որ ինչքան կարող են թող թիրախավորեն եւ ուժերին եւ գործիչներին, դա միայն այդ գործիչների շուրջ հանրային մոբիլիզացիա է ապահովում։